Գոյամարտ հեռուստասերիալում կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև ստանում են նոր, էլ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի ընթացք։ Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես են հուսահատությունն ու փողի անհագ կարիքը մարդկանց մղում ծայրահեղ քայլերի, իսկ սուտն ու դավաճանությունը վաղ թե ուշ միշտ ջրի երես են դուրս գալիս։ Սկսենք Էռնայի և Հունանի գծից։ Էռնան ապացուցեց, որ անգամ հոգեբուժարանի փակ և մռայլ պատերը չեն կարող կոտրել ապրելու և արդարությունը վերականգնելու նրա կամքը։ Նա իսկական հոգեբանական նուրբ խաղ է խաղում իր բուժող բժշկուհու հետ։ Էռնան աղերսում է զանգահարել հարազատ եղբորը Հունանին, սակայն բժշկուհին հիշեցնում է Ավոյի ստոր սուտը, թե իբր Հունանը վաղուց հրաժարվել է քրոջից և չի ցանկանում նրան տեսնել։ Բայց Էռնան այնքան համոզիչ, էմոցիոնալ և հստակ փաստերով է ապացուցում, որ Ավոն պարզապես ստահակ է, որ բժշկուհին ի վերջո կասկածամտությանը տեղիք տալով զանգահարում է Հունանին։ Լսելով ճշմարտությունն ու գիտակցելով իրականությունը, Հունանը կորցնում է իրեն։ Նա անմիջապես խուճապահար շտապում է հոգեբուժարան քրոջ հետևից։ Հենց այստեղ էլ Հունանի համար վերջնականապես բացահայտվում է Ավոյի դավաճանական ու հրեշավոր դեմքը։ Նա հասկանում է, որ Ավոն դիտավորյալ, խաբեությամբ էր Էռնային փակել այդ դժոխքում։ Այս բացահայտումը նշանակում է միայն մեկ բան. Հունանի հաջորդ հարվածը Ավոյին լինելու է մահացու և անկասելի։ Իսկ մինչ Հունանը փրկում է քրոջը, երիտասարդների ճակատում իսկական տագնապ է։ Լեան ապրում է աննկարագրելի անհանգստություն ու վախ։ Լեոն ընդհանրապես կապի դուրս չի գալիս և նրա լռությունը խլում է աղջկա հանգստությունը։ Խուճապի մատնված Լեան իր ծանր մտահոգություններով ստիպված կիսվում է մոր՝ Իննայի հետ։ Զարմանալի զուգադիպությամբ քաղաքի մյուս ծայրում նույն անորոշությունն ու տագնապն են ապրում Սարգսյանները։ Դավիթ պապիկն ու Դավիթը միամտաբար համոզված են, որ Լեոն Լեայի հետ է և հենց այդ պատճառով է ուշանում տնից։ Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք անգամ չի էլ կասկածում, թե իրականում որտեղ է գտնվում Լեոն և ինչի միջով է անցնում։ Իսկ Լեոն այդ պահին կանգնած է իր կյանքի ամենավտանգավոր եզրագծին։ Անտեսելով ընկերների՝ Վովայի և Սարիքի հորդորներն ու աղաչանքները հետ կանգնել այդ խելագար մտքից և չխաղալ սեփական առողջության ու կյանքի հետ, Լեոն մտնում է ընդհատակյա դաժան փողոցային մարտերի ռինգ։ Նրա ներսում կուտակված ողջ ցասումը, ընտանեկան խնդիրներն ու հուսահատությունը վերածվում են կործանիչ ագրեսիայի։ Լեոն փայլուն, բայց և շատ ծանր մենամարտ է անցկացնում ու ի զարմանս շատերի վստահ հաղթանակ տանում։ Կազմակերպիչն ուղղակի հիացած է նրա ֆիզիկական տվյալներով և ոգով։ Որպես մրցանակ Լեոն ստանում է 500,000 դրամ, որը մեր Սփյուռքի հեռուստադիտողների համար նշենք, կազմում է մոտավորապես $1350։ Այս գումարը, սակայն, կարծես կուրացնում է երիտասարդին։ Զգալով արագ և մեծ փողերի համը, Լեոն տեղում հայտարարում է, որ այսուհետ մասնակցելու է բոլոր մարտերին։ Սա չափազանց տագնապալի ազդակ է մեզ համար։ Լեոն գիտակցաբար ոտք դրեց մի ճահիճ, որտեղից անվնաս դուրս գալը գրեթե անհնար է։ Բայց ամենաբարդ և անմիջական փորձությունը դեռ առջևում է։ Նա հիմա պետք է կապտուկներով, վերքերով ու արյունոտված դեմքով վերադառնա տուն և նայի պապիկի ու հորեղբոր աչքերին։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ սուտ կհորինի Լեոն ընտանիքին և Լեային իր կապտուկներն արդարացնելու համար, և կհավատան արդյոք նրան։ Ինչպես կարձագանքի Լեան, երբ վաղ թե ուշ բացահայտվի ճշմարտությունը, որ իր սիրելին փողի համար վտանգում է կյանքն ընդհատակյա մարտերում։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։